Բարյարև իմ սիրելի հետևորդներ, իմ սիրելի գաղափարակիցներ, այսօր դեկտեմբերի 17-ն է իմ օրացույցով Մերկուրիի օրը եւ Մերկուրին բնականաբար մեզ կօգնի, որպեսզի ինձ մասնավորապես, որպեսզի ես ձեզ ներկայացնեմ հունվար ամսվա համար կանխատեսումը, ինչպես որ խոստացել էի, իսկ ձեզ էլ կօգնի, որպեսզի դուք լավ ճիշտ ընկալեք եւ շատ դիտումներ ապահովեք։ Քանի որ խոսեցի դիտումներից, ես ուրեմն անդրադառնամ, քանզի ինձ շատ են հարցնում, թե երբ է մեր հերթը հասնելու, երբ է մեր նշանը լինելու եւ այլն։ Հիմա ես ձեզ կասեմ, թե երբ է լինելու։ Կարիճները մնացել են առաջին տեղում, ամենաշատ դիտումներն իրենց կողմից է եւ իրենք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկ անցնի իրենից առաջ, դա ժամանակավոր բնույթ է կրում։ Այդ ջուրները երրորդ տեղը շարժվել են երկրորդ տեղ, իսկ երրորդ տեղում միգուցե արդեն կպատկերացնեք մեծ թռիչքով առույցը 8-րդ տեղից շարժվել է երրորդ տեղ, իսկ արդեն 4-րդ տեղում 6-րդ տեղից 4-րդ տեղ է հայտնվել են ձկները, իսկ շարքներ, որ երկար ժամանակ երկրորդ, առաջի, երրորդ այդպես տեղերն են կիսում, իրենք ընկել են 5-րդ տեղ։ Եվ իհարկե առաջին վեցնյակը եզրափակում են ջրհոսները, իսկ երկրորդ վեցնյակը աղեղնավորներն են բացում անում, այսպես ասած 4-րդ տեղից իրենք ընկել են 7-րդ տեղ, ցուլերը 5-րդ տեղից շարժվել են 8-րդ տեղ, կույսերը 10-ից 9, մի քայլ առաջ են շարժվել, իսկ խոյերը 7-րդ տեղից ետ են գնացել 10-րդ տեղ, հավանաբար ավելի ամրանալու եւ ուրեմն առաջ շարժվելու։ Երկվորյակները եւ խեցգետիները մնացել են հավատարիմ իրենց 11 եւ 12-րդ տեղերին։ Ես ձեզ ասացի, որպեսզի դուք չհարցնեք, երբ կլինի խեցգետինը, երբ կլինի առյուծը, երբ կլինի կույսը եւ այլն եւ այլն։ Արդեն իմացաք երբ է լինելու եւ քանի որ խոյերը վերջին ժամանակները ես բավականին մեծ ուշադրություն եմ դարձնում խոյերին, իրենք 7-րդ տեղից առաջ անցան 7-րդ տեղ եւ հիմա 10-րդ նորից վերադարձան, հավանաբար իրենց ուժերը պետք է հավաքեն, որպեսզի նորից առաջ գնան։ Եվ ինչով է պայմանավորված, ես հենց սկսեմ միանգամից, որ հունվարի 26-ին, հունվարի 26-ին Նեպտունը վերջնականապես արդեն իդեպ 26 թվականին, սա 26 թվականի հունվարն է, ուրեմն 26 թվականին հեռավոր մոլորակներ, ես դա արդեն բազմիցս ասել եմ, բոլորը վերջնականապես կհաստատվեն կոնկրետ նշան, բացի իհարկե Պլուտոնից, որտեղ Պլուտոնը ինքը արդեն հաստատվել է 25 թվականին եւ 26-ին արդեն Օրանը, Նեպտունը, Սատուրնը իրենք կհաստատվեն եւ իհարկե Յուպիտերը եւս կհասցնի նշանը փոխել, այնպես որ Սելուսինը արդեն ասել եմ, որ 25 թվականի դեկտեմբերին ինքը փոխեց իր նշանը, դուրս գալով կարիճի նշանից կտեղավորվի, արդեն տեղավորվել է աղեղնավորի նշանում, եւ 20-ին, 3 օրից էլի, այսինքն դեկտեմբերին ինքը 9 ամսով կտեղավորվի աղեղնավորի նշանում, եւ հիմա ես ուզում եմ փաստորեն Նեպտունի վրա կանգ առնել, Նեպտունը կմտնի, գիտեք հեռավոր մոլորակներ, ես դες արդեն ներկայացրել եմ իրանք մի քանի անգամ ելումուտ են անում, սկզբում հյուրի կարգավիճակով, հետո արդեն տանտիրոջ կարգավիճակով հաստատում են տվյալ նշանում եւ իրենց պահանջներն են պարտադրում ինչ-որ առումով եւ դու դա պիտի ընդունես, այդպես է կարգը եւ հիմա Նեպտունը սիրելի խոյեր կհաստատվի ձեր նշանում երկար տարիներ։ Ինչ է ձեզանից պահանջում, բնականաբար Նեպտունը ձկների մոլորակն է, ջուր, ջուրն է եւ դուք կրակ, եւ հիմա ջրի մոլորակը մտել է կրակի նշան, այնտեղ պիտի իր պահանջները ներկայացնի, որտեղ իր համար դժվար է ինքը ջրում հանգիստ լողատալիս եւ հանկարծ կրակների մեջ հայտնվել, այսինքն հեշտ չի լինի։ Նեպտունը ձեզ այդպես չի կարող հանգստություն պատճառել եւ բնականաբար անորոշություն կբերի, որովհետեւ գիտեք նաեւ ինչ, քանի որ խոյերը շատ այդպես համապատրաստից առանց մտածելու կարող են ինչ որ քայլեր անել, հետո փոշմանել այդ քայլերի համար առանց անջուտ հետևանելու, ապա Նեպտունը ձեզ կսովորեցնի, որ պետք է համբերել, որ
այդպես արագ որոշումներ մի կայացրեք, համբերեք, ձեր վերակ աշխատի։ Եվ ես խոյրին ընդհանրապես խորհուրդ կտայի, որ լսեիք Նեպտունի խորհուրդները, որովհետև եթե դուք Նեպտունի ներկայության դեպքում, եթե դուք անեք որևէ կտրուկ քայլեր, այստեղ դուք կսխալվեք Նեպտունի ձեր նշանում լինելը, հաստատվելը, դուք կարող եք ձեզ, ասեք ինչ-որ այդպես շատ արագ որոշումներ կայացնել, եւ եթե ձեր բախտը բերել է, դուք կարող եք հաջողել դրանում, բայց մեծ հաշվով, գիտեք, արագ առանց ծանոթ թեթևանելու գործելը ոչ մի լավ բանի չի բերում։ Հիմա առավել եւս ինքը ձեր միտքը կարող է, գիտեք, այդպես խամրացնել, որտեղ դա քաոսն է, մթությունն է, խավարն է, դուք ավելի շատ արևը ձեզ մոտ էքզալտացիայում է, ձեզ մոտ լույսն է ու հանկարծ եկել է խավարը ու դուք ընկնելով խավարի ազդեցության տակ կարող եք ինչ-որ քայլեր անել ձեր բնավորությանը համապատասխան։ Սիրելի խոյր, ես ուզում եմ ձեզ օգնել, որպեսզի դուք հասկանաք, թե ոնց եք դրսևորվելու, երբ Նեպտունը մտնի ձեր նշան, ձեր վարքը պիտի փոխվի, մտածողությունը պիտի փոխվի, որովհետև այստեղ առաջվա նման դուք չեք կարող հաջողել, ինչ որ դավեր կան, այստեղ մութ բաներ կան, որ ձեզ համար մնում է անհանգիստ, ձեր սովորության համաձայն դուք անում եք քայլ ու հետո արդեն ուրեմն սխալվում եք, այսինքն սխալվելու եւ շատ խորը մեծ սխալ գործելու հավանականությունը բավականին մեծ է լինելու, այսպիսի բաներ կան եւ իհարկե իր բոլոր գույներով ինքը կդրսևորվի ձեր նշանում, այնպես որ ինքը եղել է ձեր նշանում, դուք դա պետք ես ձեզ ասել եմ, դուք հիշեք ձեզ հետ ինչ է կատարվել, ինչ փոփոխություն է կատարվել, այդ ամենը ոմանց մոտ հնարավոր է ինչ-որ առողջական խնդիրներ, որ իրենք չեն կարողացել հասկանալ, թե դա ինչից է եղել, եւ այլն, շատ այդպես անհասկանալի, անսպասելի իրադարձություններ են եղել, եւ հիմա դուք այդ ամենը վերլուծեք, այդպես ավելի ճիշտ կլինի, որպեսզի դուք հասկանաք, արդեն ինքը ձեզ փորձեց ընտելացնել իրեն Նեպտունը, որպեսզի դուք արդեն երկար տարիներ դեռևս ապրելու եք իր ներկայությամբ իր հետ եւ ինքն է ձեզ լինելու թելադրողը, չեք լսի իրեն, կսխալվեք։ Այսպիսի իրավիճակ է, ուրեմն խոյերի մոտ եւ դրան իհարկե ավելանում է Սատուրնի մասին ես կխոսեմ հաջորդ ամիս, այնպես որ ուշադիր եղեք, հետևեք, իսկ հիմա ես հունվար ամսվա ուրեմն ներկայացնեմ, թե հունվարին ինչ փոփոխություններ են լինելու, հունվարին մենք ունենք լիալուսին, նորալուսին, ինչպես միշտ արևը կփոխի իր նշանը եւ Մերկուրին, Վեներան, Մարսը իրենք բոլորը կփոխեն իրենց նշանը, կհավաքվեն ջրհոսի նշանում։ Ես ներկայացնում հետո ամբողջական առանց մոլորակները այդպես շեշտելու, ես ուրեմն տեսեք 17-ին հունվարի մինչև փետրվարի 10-ը Վեներան է լինելու ջրհոսի նշանում, հունվարի 20-ին արևը կմտնի ջրհոսի նշան եւ այստեղ ջրհոսները կնշեն իրենց ծննդյան օրը, ինչի կապակցությամբ սիրելի ջրհոսներ ես ձեզ շնորհավորում եմ, ամենալավն ու բարին թող ձեր ցանկությունները կատարվեն, սա եմ ձեզ ցանկանում եւ տեսնում եք մոլորակները հավաքվել են ձեր նշանում, միգուցե ձեզ օգնեն, փորձեք գտնել ճանապարհը եւ իհարկե Մերկուրին նույն օրը, երբ արևը կմտնի ջրհոսի նշան, հունվարի 20-ի նույն օրը նաև Մերկուրին կմտնի ջրհոսի նշան, այսինքն իրենք թևանցուկ այդպես Մերկուրին միշտ արևի հետ է լինում, երբ հետընթաց է լինում, նորից այդպես շատ արագ գալիս է հասնում արևին եւ իհարկե 23-ին էլ արդեն Մարսն է մտնելու ջրհոսի նշան, Վեներա, Մերկուրի, Մարս, արևը առավել եւս հավաքվում են ջրհոսի նշանում, գրեթե մոլորակների շքերթ է լինում, իրենք խեցգետնի այծեղ ջուրի նշանից, ուրեմն կշարժվեն, այնտեղ կհավաքվեն, հետո կշարժվեն ջրհոսի նշանում եւ այստեղ մենք բոլորս կգոչենք ազատություն, ազատություն եւ նորից ազատություն։ Ահա, քանզի ջրհոսը դա այդ զգացողությունն է առաջանում եւ միտքը ինչ որ բաներից ազատվել, գիտեք, դա կսկսվի ուրեմն հունվարի կեսերից, այդ զգացողությունները ազատ ոչ, ուզում եք ինչ որ արտաքինը փոփոխել,
ուզում եք ձեր զգեստապահարանը փոփոխել, կամ ուզում եք հարաբերությունները, նոր հարաբերությունների կարիք ունեք, նոր մարդկանց հետ եք ուզում շփվել կամ հայտնվել եք նոր աշխատավայրում կամ ինչ-որ նոր գործ եք ձեռնարկել, բնականաբար այստեղ ուրեմն փոփոխություններ են լինում եւ դուք ծանոթանում եք նոր մարդկանց հետ եւ ընդհանրապես հունվարը շատերի կյանքում կբերի փոփոխություն, շատերը իրենց համար ինչ-որ բաներ կպարզաբանեն, մութ գաղտնիքներ կլինի, կբարձաբանեն եւ հենվելով արդեն փաստերի վրա իրենք կկարողանան փոխել իրենց մոտ շատ բաներ։ Այսպիսի ուրեմն իրադարձություններ կլինեն եւ ինչպես որ ասացի հարաբերությունները ուրեմն մտքերը ինչ որ կյանքում եւ փոփոխություն մտցնելու եւ նոր ծանոթություններ միանշանակ կլինեն, ինչպես նաեւ այստեղ արևը արդեն մարդկանց մոտ եւս այդ ցանկությունը եւ միտքը եւ հանդիպումները եւ շփումները եւ ճաշակի փոփոխություն դա բերում է կյանքում ժամանակ առ ժամանակ ուրեմն ճաշակի փոփոխություն լինում է միանշանակ, գիտեք, այստեղ հեռավոր մոլորակներն են աշխատում, փոխում են իրենց նշանները եւ դա մարդկանց մոտ բերում է ճաշակի փոփոխություն եւ մարդիկ երբ ասես ես ինչպես էի զգեստը կրում կամ ես ինչպես էի ոճի մեջ ու չէի նկատում որ դա լավ էր կամ դա վատ էր, հիմա նոր եմ հասկանում, չէ, այսպիսի փոփոխություններ են լինում եւ դա դուք հունվարի կեսերից այդ ամենը կզգաք եւ իհարկե կփորձեք նաեւ որոշակի գործողություններ տանել այդ ամենը իրականացնելու համար բավականին մեծ ակտիվություն կլինի, դե ժողովուրդներ կասի հարկավոր է ազատվել ինչ-որ վիճակից, հավանաբար կգա կհասնա ինչ-որ վիճակ եւ կորոշեն ազատվել այդ կարգավիճակից։ Հիմնական տրամադրությունը եւ իհարկե Նեպտունն էլ արդեն ասացի, որ 26-ին ինքը մտնում է խոյերի նշան, ես գիտեք, այստեղ ոնց որ միաբջիջ, միասին լինի եւ մի խնդիր լինի, որ պիտի լուծվի, այսպեսի զգացողություն է, բոլորը հավաքվում մի գաղափարի շուրջ եւ այդտեղ պիտի լուծում լինի, այսպեսի իրավիճակ է։ Եվ հիմա տեսեք անորոշությունը, բնականաբար Նեպտունը կմտնի խոյի նշան, այստեղ անորոշության մեջ կհայտնվեն, արդեն դա զգացել են խեցգետինները, այծեղջյուրները եւ իհարկե կշերքները, բնականաբար դա նաեւ Նեպտունին է բնորոշ եւ իրենք պարզապես չեն հասկանա կլինեն դեպքեր, նայած ինչ աստիճաններում եք ուշադիր, նայած ձեր անձնական քարտեզում մոլորակները, այսինքն տեսեք, սա չի վերաբերում միայն կշերքներին կամ միայն այծեղջյուրներին, խեցգետիններին, իրանց վերաբերելուց զատ վերաբերում է բոլորին, ովքեր այծեղջյուրում, կշերքում, խեցգետի նշանում, խոյի նշանում իրենք ունեն, որտեղ տրանզիտները որ գնում են խոյեր, սիրելի խոյեր են ձեր մոլորակի հետ իրենք եւս միանում են եւ այստեղ գործողություն է կատարում, այնպես որ եթե դուք ունեք այդտեղ ուրեմն մոլորակներ, ու բնականաբար 26 թվականին առաջին 5-10 կամ մաքսիմում 5 գրադուս երևի մինչև 10 այդ գրադուսում աստիճաններում եթե դուք ունեք մոլորակներ, ուրեմն այդտեղ անպայման կզգաք, որովհետև դուք կարող եք լինել, ասենք, կշերքում ունենալ կամ այծեղջյուրում ունենաք մոլորակ, որ 15 աստիճանից հետո է տեղադրված, տեղավորված, եւ դուք բոլոր ընդհանրապես մոլորակ չունենաք մինչև 10 աստիճանը, եւ դուք դա չզգաք, հետո ասեք, բայ ասվեց այդ մասին, բայց ես ոչինչ բան իմ կյանքում չի եղել, այն ինչպես որ ասել է Հակոբյան Աննան, դրա համար ես ձեզ զգուշացնում եմ, ես չգիտեմ ձեր քարտեզը, դրա համար ես ձեզ բացատրում այստեղ պրոֆեսիոնալ աստրոլոգիա հարգելունից միգուցե մի քիչ բարդ է, որովհետև շատեր կան, որ չեն կարողանում, չեն հասկանում իրենց քարտեզը, ինչպես քարտեզն իմանան, ինչպես իմանան իրենց մոլորակները ինչ աստիճաններում, ես հասկանում եմ դա դժվար է, ու այ հենց այդ մարդկանց մոտ է, որ կարող է համընկնում չլինի, որտեղ իրանք չեն ունեցել, բայց դրա մասին չգիտեն, ու ասում են, վայ, բայց այս համընկավ, այս չհամընկավ, դրա համար ես մանրամասն ձեզ բացատրում եմ գրագետ, որպեսզի դուք հասկանաք։ Եվ 26 թվականին մինչև 15 աստիճանը եթե դուք ունեք մոլորակներ, միանշանակ դուք դա կզգաք Նեպտունի ներկայությունը, որովհետև աստիճանաբար իհարկե մինչև տարվա վերջին աստիճանաբար դանդաղ է շարժվում, եւ այստեղ հերթով ուրեմն դուք կզգաք անորոշություն, կհայտնվեք անորոշության մեջ,
եւ չեք հասկանա ինչը երբ անել, ոնց անել, ուղղակի այդպես գիտեք անորոշության մեջ մութ համոթությունը դու ոչ մի քիչ չես կարողանում անել, ոչ առաջ, ոչ կողք, ոչ հետ։ Դու ուղղակի այսպես կոպիտ ասած մեղվում մնում ես քո տեղում, կանգնած մնում ես քո տեղում անորոշության մեջ ու չգիտես ուր գնաս, ինչ անես։ Հասկանում եք, մասնավորապես ասենք խոյերը, որովհետև իրենց արևն է Մարսի իրենց մոլորակն է արևը գտնում է էքզալտացիոն բարձրակետում, կարծես թե միշտ լույս ու հիմա եկել է մթությունը ու իրանք այդ լույսն են փնտրում, որ հասկանան ուր գնան ու չեն կարողանում։ Այսպիսի հոգեվիճակում, այսպիսի իրավիճակում նաև կհայտնվեն խոյերը եւ ուրեմն ասացի այդ նշանները խեցգետին կշեռք եւ այծեղ ջուր, ովքեր ուրեմն մինչև 15 աստիճանը ունեն մոլորակներ։ 26 թվականի համար հերթով, երբ որ կշարժվի առաջ, այդտեղ դուք ունենաք ուրեմն կհայտնվեք անորոշության մեջ, ինչ անել։ Ձեր անձնական կյանքում դա կարող է լինել արդեն ձեր ասցենդենտի նշանով պայմանավորված, կամ կարող է լինել ուրեմն աշխատանքի հետ կապված, հա, աշխատանքի հետ կապված կամ շատ տարբեր արտերկիր մեկնելու, բիզնես դնելու, ընտանիք կազմելու եւ այլն, հա, այսպես ուրեմն անորոշություն է լինելու։ Սա ձեզ իգիտություն, ինչևէ հունվար ամիսը տեսեք, այսպես է լինում, ի տարբերություն մյուս ամիսների, բոլորը համախմբվում են մի գաղափարի շուրջ, այսինքն շատ հեշտ է բոլորին համախմբել մի գաղափարի շուրջ եւ գնալ դեպի ազատություն, ազատվել ինչ-որ մի բանից, ինչ-որ մի վատ բանից, թուրքից, ջհուդից եւ այդպես։ Եվ ինչն է հետաքրքիր, բայց մինչև այդ գաղափարին հասնել, այստեղ կան որոշակի ճանապարհներ պետք է անցնեն։ Հունվար ամսվա 2026 թվականի հունվարին լիալուսինը տեղի կունենա 3-ին, հունվարի 3-ին, Հայաստանի ժամանակով 14:02:43, արևի լուսինը կհակադրվեն 14 աստիճանում խեցգետնի նշանում է տեղի ունենալու լիալուսինը, սիրելիներս եւ խեցգետիներ արդեն հասկացաք, որ շատ բաներ ձեզ համար պարզ կլինի այն բոլոր հարցերը, որ կապված են ձեր ապագայի հետ, որ անորոշություն են առաջացնում եւ այլն, այստեղ դուք արդեն կիմանաք թե ինչ է լինելու մինչև արդեն հունվարի 3-ը, ձեր անելիքները, ձեր գործերը, իրավիճակը ձեզ համար արդեն պարզ է լինելու եւ բնականաբար այս լիալուսինը լավ է լինելու ցուլերի համար, կույսերի համար, այսինքն ինչ-որ դրական բան բոլոր դեպքերում միգուցե դրական հույս նկատվի, որտեղ կույսերը անընդհատ կորցնում են, իրեն կորուստներ են ունենում, ես դա արդեն զգուշացրել եմ 25 թվականի սկզբից։ Եվ լիալուսինը կարող է լավ լինել նաև ձկների համար, կարիճների համար, ջրհոսների եւ աղեղնավորների համար, երկվորյակների եւ առուսների համար, այդպես նորմալ, սովորական, իսկ օրինակ ասացի ձկների, կարիճների համար այդ լիալուսինը կարող է շատ լավ լինել, այսինքն դուք այն ինչ որ գիտեք հունվարի 3-ին արդեն դուք ձկների վրա եմ ուզում կանգ առնել, ինչու, որովհետև տեսեք Սատուրնը այստեղ դուրս է գալու ձեր նշանից, իսկ ինքը արդեն վերջնական դուրս կգա, ես ասացի դա արդեն մյուս ամիս, ես կանդրադառնամ, բայց ձկները ուրեմն հաջողությունը ձկների կողմն է եւ իրենք կստանան նվերներ ֆինանսների տեսքով, գումարի տեսքով, ասենք թանկարժեք իրերի, հա, նվերներ կստանաք եւ այլն շատ տարբեր կարող է լինել, ասեք ուղեգիր եք ստանում արտերկիր մեկնելու, հանգստանալու համար, սովորելու համար, աշխատելու համար եւ այլն, շատ հետաքրքիր իրադարձություններ կլինեն եւ գիտեք ինչ, կարծես թե դուք այդ մասին արդեն ձեր գործերը լավ են լինում, դուք դրա մասին արդեն պատրաստ եք, գիտեք ինչպես է լինելու, ոնց է լինելու եւ արդեն մնում է որ արձերն դուք այդ ամենը ստանաք։ Ես դուկի Վարդան Ղուկասյանի մասին կանխատեսում արեցի, ամռանը կանխատեսում արեցի եւ ասացի, որ ինքը մինչև դեկտեմբեր, համենայն դեպս դեկտեմբերի վերջ, ինքը չի ազատվելու։ Տեսեք, ամռանն եմ արել, հա, որ նոր էր այդ վիճակը եւ այլն, վերլուծեցի եւ ասացի, որ չի, մինչև դեկտեմբեր տարվա վերջ, ինքը չի ազատվելու։ Ես այդ կանխատեսում արեցի։ Ինչ արեց այդ պոռնի քածը, դևը, լսում ես գորտի աչքերով կապիկ, շուն։
Ուրեմն դևը սպասեց 3 ամիս, առաջ սպասում էր 2-3 օր, մտնում էր նույն բանը ինքը կրկնում էր եւ գնալով այդ աղբանոցները, կներեք, ասեմ բոզանոցները գնալով իրենք այդպես այդ բոզերը եւ գողանում են ինձանից գնում են, ասում են մարդիկ էլ ասում են ու գիտեն թե այդ կանխատեսումը ինքն արել։ Եվ հիմա տեսեք, ես արեցի 3 ամիս հետո, հիմա արդեն 3 օր չի, սպասում է 3 ամիս անցնի, որ մարդիկ չհիշեն։ 3 ամիս հետո մտավ պոռնիկը եւ նույն բանը ասեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջ, ուրեմն մինչեւ դեկտեմբերը ինքը ասած չի արձակվելու։ Այսինքն ես դա ասել եմ 3 ամիս առաջ, պոռնիկ քած գողացար ինձանից ու մտար ասեցիր նույն բանը միջև ուրեմն դեկտեմբեր, որ ինքը չի ազատվելու։ Բա հիմա չացնում այ բոզի վաստակ։ Բա եթե ասում էիր, մտներ շուտ ասեիր, փետրվարի մարտ ապրիլ, մտներ այդ ժամանակ ասեիր, երբ որ իրան բռնեցին, անմիջապես ասեիր, բոզի վաստակ։ Ասում եք Աննա, մի ներվայնացի, մի ասա, բա քո կանխատեսումը դու անում ես, քեզանից 3 ամիս հետո վերցնա նույն բանը կրկնում է, ոնց չասեմ։ Սենց հանգիստ ասեմ լավ, ինչի լավ անում որ գողանում է ինձանից, թող գողանա։ Ու հիմա կգա արդեն տարվա վերջ, երբ ասի տեսեք, ես արել էի կանխատեսումը, տեսեք իմ կանխատեսումները ոնց են կատարվում։ Ես ասել էի Վարդան Ղուկասյանը մինչև դեկտեմբեր չի ազատվելու, տեսակ ոնց կատարվեց։ Բայց ժամանակ արդեն ասում ես, այ բոզի վաստակ։ Դու գողացել ես Հակոբյան Աննայից, այսպես ասում եմ չներվայնանամ, բայց երբ որ դա նույնից մտնում է սկսում է խոսալ, գողանում է, հնարավոր չի։ Բայց մարդիկ արդեն գիտեն, տեսեք Սատուրնը, այս ամեն ինչը հիմա դեռևս սա գնում է, Սատուրնը դուրս կգա, հավանաբար ինքը մի հատ կխայտարակվի կամ մի հատ այնպես դժբախտություն է գալու իր գլխին, որ հասկանա, միգուցե այդտեղ հասկանա, որ չպետք է գողանա Հակոբյան Աննայից, որտեղ իր կանխատեսությունը չի կատարվում, ինքը կանխատեսում չի անում, չի կարա անի, որտեղ չի կատարվում։ Ավելաբար Գյուլնա Սատու հեքիաթները պատմի։ Այս վիճակն է, այնպես որ շարունակեցի գողանալ, ով որ կգողանա, իր հարվածը կստանա, օրնիկներ, նստած Աննայի վզին, այդ կանխատեսումները գողանում եք, ամեն ինչ գողանում եք, ու այստեղ այնտեղ խոսում եք, ու ասում եք, որ դա ձերն է։ Հիմա կասեք, ես արել էի, տեսնում եք, ես ինչ լավ պրոֆեսիոնալ աստրոլոգ եմ, տեսեք, ես ինչ լավն եմ։ Մարդիկ էլ կասեն, վաու, տես ճիշտ ասեց, ես մարդ ասել է, որ դեկտեմբերը միջև ինքը չի ազատվելու տարվա համար, ես ասեցի տարվա համար։ Իմ վիդեոն կարող եք նայել, ես կարող եմ այդ հատվածը տեղադրել իմ Facebook-յան էջում կամ միգուցե Instagram-ում տեղադրեմ հենց այդ հատվածը, որ ես ասել եմ։ Օրնիկ քած, գողանալով քեզ անուն ես ուզում ձեռք բերես։ Սա էլ էսպես, այսքան փաստեր կա, որ ես դա ասել եմ օգոստոսին, իսկ ինքը դա ասում է 3 ամիս հետո։ Սա էլ էսպես։ Իհարկե ամեն ինչը ծագեց Սատուրնից, որ Սատուրնը այդ դժվարությունները բերեց, որպեսզի ստուգի ինձ եւ բացահայտի, նաեւ օգնությունը եղավ այն, որ բացահայտի, որ այսպես պոռնիկները ոնց են գողանում, փորձում են իրենց հրճակել աստրոլոգ Գյուլնաստատի հեքիաթները պատմելով, իրեն գողանալով ինձանից տես ոնց են վերլուծում, որ նշանի համար ոնց են մեկնաբանում եւ այլն, այդ ամեն ինչը գողանում է, սովորում է եւ ինքը ներկայացնում, ասում է, տեսեք, ես աստրոլոգ եմ։ Այսպես պոռնիկ։ Եվ հիմա ես ձեզ ուզում եմ ներկայացնել նաև նորալուսնի, խոսենք նորալուսնի մասին։ Ես իդեպ, գիտեք, արդեն ասացի, որ տեսեք մոլորակները բոլորը հավաքվում են ջրհոսի նշանում այդ նորարարություններ եւ այլն, այստեղ դժվարություններ կունենան ցուլերը, ուրեմն կարիճները եւ առյուծները իրենց համար դժվար կլինի իրենք կարծես թե ուզում են ինչ-որ մի բանից ազատվել, բայց չեն կարողանում, ճնշում է իրենց ինչ-որ մի բան, եւ ցուլերը, եւ կարիճները։ Եվ այնպես որ սա նկատի ունեցեք եւ ցանկալի է, որ այդ ժամանակ գիտեք նաեւ պետք է զգուշ լինեն ցուլերը, կարիճները, առյուծները, իրենք դուք կարող եք գումար կորցնել ձեր ֆինանսական ցանկացած գործողություն բանկի հետ կապված, կարգով եք տալիս, վերցնում եք, ինչ որ մի իրեք առնում եւ այլն, ուշադիր եղեք, որովհետեւ ձեզ գումար կորցնելը սպառնում է, կամ կարող եք ինչ որ մի բան գնել, անշարժ ձեռք բերել եւ դա պետք չկա եւ այլն, գումարները ինչով է կորցնել, պարզապես ձեզանից գնան գումարներ, ինչ որ կորուստ դա կարող է լինել, ուշադիր եղեք եւ գիտեք, ես կուզենայի բոլորին զգուշացնել բոլորին եւ կենթանակերպի նշանները ես արդեն հավանաբար վաղվանից կսկսեմ ներկայացնել, այդ ժամանակ արդեն կոնկրետ կնշեմ, բայց ցանկալի է որ դուք բոլորդ իմանաք, որ
գումարներ կորցնելու վտանգը կա եւ գիտեք միգուցե հիմա ասենք ամանորներ ծախսեր եք անում, հետո աշխատում եք նորից այդ գումարը գնում, որպեսզի կարողանաք այդ պարտքերը փակել, ասենք այսպիսի բան կլինի, հա, հիմա ասենք վերցնում եք, չեք պատկերացնում, վերցնում եք այդ առևտուրը անում եք, ծախսերը անում եք եւ այլն, հետո այդ ամեն ինչը կավարտվի, ձեր հեքիաթը, որ դուք ստեղծել եք, այդ հեքիաթը կավարտվի, հետո կհասկանաք, որ պարտքերի տակ եք եւ հարկավոր է ինչ-որ գումար վաստակել կամ ինչ-որ եւ այլն ինչ-որ միջոցների դիմել, որպեսզի այդ պարտքերը փակել, այսքան ձեզանից գումարը այդ ժամանակ եւս գնալու է։ Հիմա դեռ չեք զգում, որ գումարը գնում ձեզանից, հետո կզգաք արդեն։ Սա էլ այսպես եւ Նորալուսինը հունվարի 18-ին Հայաստանի ժամանակով 23:51 րոպե 47 վայրկյան արևելուսինը կմիանան այդ ջուրի նշանում 29 աստիճանում, վոալյա 29 աստիճանում այդ ջուրի նշանում կլինի ուրեմն Նորալուսինը եւ այստեղ իհարկե կբերի նոր շունչ, նոր գաղափարներ, նպատակներ, որոնք ցանկանան իհարկե իրականացնել։ Գիտեք, այստեղ ձկների համար, կարիճների համար դա այդ նորալուսինը շատ լավ է լինելու եւ կամ ասենք եթե ձկան նշանում, կարիճի նշանում մոլորակներ ունեք, ցուլերի կույսերի համար դա կարող է լավ լինել։ Ես ոնց հասկացա, հունվարը կույսերի համար քիչ թե շատ ավելի հարմար ժամանակահատված է։ Իրանք միգուցե մի քիչ շունչ քաշեն, ինչ-որ քայլեր անեն, կարողանան շունչ քաշել։ Ես հունվարի համար եմ ասում դեռևս։ Եվ ուրեմն իսկ որոշակի դժվարություններ կարող են լինել, նրանք ովքեր խեցգետնի նշանում, խոյի նշանում, կշարքի նշանում ունեն մոլորակներ եւ հենց կոնկրետ այդ նշանները, այսինքն արևն է գտնվում այդտեղ եւ ունեք նաեւ այդտեղ մոլորակներ, այսինքն սա բոլորին է վերաբերում այդ նորալուսինը որոշակի այստեղ դժվարություններ կլինեն եւ գիտեք դժվարությունների մասին քանի որ խոսում ենք, ես հիմա ուզում եմ նշել հետեւյալը, որ ուրեմն ուշադիր եղեք կարծես թե հունվարի 3-ից սկսում է դուք դա հունվարի 3-ից կզգաք աստիճանաբար եւ դա ուզում եմ նշել նաեւ 75 թվականից 79-80 թվականի ծնվածներին է վերաբերում եւ տեսեք իրենց մոտ հունվարին լինելու է դժվար իրենց մոտ իրենք կզգան անպայման այդ դժվարությունը, գիտեք, այստեղ դժվարության, չասեմ մահվան էներգիան, բայց ծանր էներգիան շրջապատել է, հա, այսպես ասեմ, եւ կարող են լինել դժվար իրադարձություններ, դա իհարկե հունվարի 6-ին, 7-ին կան ուրեմն մարդիկ, ուրեմն ասենք 75 թիվը դա կարող է զգալ, գիտեք, արդեն դեկտեմբերի 3-րդ դեկադայից ուրեմն կզգան։ Ուզում էի ասել հետևյալը, որ եկեք ուշադրություն դարձնենք, որ ով է 75 թվականի ծնված այստեղ հպարտը, ծնված է 75 թվականին կունենա մեծ դժվարություններ, բազում դժվարություններ, հենց իմ նշած ժամանակահատվածից, հա, սկսած, ուրեմն դեկտեմբերի 3-րդ դեկադայից սկսված իր մոտ լինելու են դժվարություններ եւ տեսնենք, թե դա ինչպես է արտահայտվելու եւ ինչպես որ ասացի, այստեղ արդեն 6-7-ը, հա, մենք ունենք մոլորակների շքերթ եւ ուրեմն դա նայեցեք, տեսեք 77 թվականին եւս ծնվածների համար, այսինքն այդ թվականները իրենք աստիճանաբար ամսի 3-ից կզգան, հա, ես հիմա չառանձնացեմ այս թվականին, այս ամսի ծնված, այս թվականի, այս ամսի ծնվածը, ընդհանուր եմ ասում, որ դա լինելու է դեկտեմբերի 20-25-ից սկսված մինչև հունվարի կեսերը դուք դա անպայման զգալու եք այսպիսի իրավիճակ է եւ 6-7-8-ին հա, սա արդեն 77 թվի ծնվածները կզգան հունվարի այդ օրերը վատ էներգիա է պտտվում եւ դա ինչ եմ ես նշում, ես դա ասեմ ինչ եմ նշում այստեղ, որովհետեւ այստեղ մենք գործ ունենք մահվան կետի հետ,
հա, կամ տրանսֆորմացիայի կետի հետ, այսինքն 180 աստիճանով կարող են իրադարձություններ լինել փոխվել, հասկանում եք, 180 աստիճանով մարդու կարգավիճակը կարող է փոխվել։ Ես դա համար կանգ եմ առնում Փաշինյանի, ես դրա համար կանգ եմ առնում հպարտի վրա, իր մոտ դա եւս կա, այստեղ կարող են լինել փոփոխություն եւ լարվածություն կա, բնականաբար ես արդեն ասել եմ, որ 20 թվականից այստեղ կրոնի թեման, հավատքի թեման միշտ լինելու է, ես սրա մասին արդեն իմ նախորդ հաղորդման մեջ ասել եմ, հիմա նորից չկրկնվեմ։ Լարվածությունը մեծ կլինի, որովհետև մենք հիշում ենք, որ դեկտեմբերի 31-ին երբ ելույթ են ունենում, նախ ես ձեզ ասեմ, որ ես չեմ նշելու ամանոր, դուք գիտեք արդեն, ես իմ ամանոր չեմ նշում, ես շատ հանգիստ, որտեղ ես չեմ ուզում մտնել Սատուրնի էներգիայի ներքո, հա, գտնվել եւ այդ ժամանակ տարին փոխել, ես գիտեք, ես մարտին եմ դա անում եւ իմ օրացույցը եւս մարտից է։ Ես այլ վիբրացիաներում եմ, այնպես որ ուղղակի ասում եմ, որ մարդիկ երբ կնայեն հպարտը, երբ ելույթ կունենա, նախ ես կարծում եմ բոլորը հենց այդ պահին կամ ալիքը կփոխեն, կամ ուղղակի հեռուստացույցը կանջատեն, անջատելը դժվար թե, բայց արդեն կարող են այդ ժամին բոլորդ փոխեք ալիքը, որովհետև ինչ որ ջուդա թուրքի լսել ես չեմ կարծում այդ վատ էներգիան թող չգա մտնի ձեր ընտանիք ու տարին չսկսվի այդ վատ էներգիայով։ Ես հիմա չգիտեմ կաթողիկոսը ելույթ կունենա ինչպես կլինի, ոնց կլինի, թուրքաջհուդները ինչ կորոշեն, տեսնենք ինչ կլինի, բայց ես արդեն մտածում եմ, ես բազմիցս ասել եմ ձեզ, որ ես եկեղեցու կողքին եմ, մտածում եմ, ես ինչքանով որ կկարողանամ փորձել եմ օգնել, ես ինչքանով որ կկարողանամ, ինչքան իմ էներգիան կբավականացնի, ես պետք է փորձեմ օգնել, ես դա որոշեցի եւ դա կիրականացնեմ, դեռ չեմ արել, բայց արդեն կարծես թե ժամանակն է, ես դա պիտի իրականացնեմ։ Սա էլ այդպես, փաստորեն իմացեք, որ այդ օրերին լինելու է շատ դժվար, 78 թվականներին էլ դա ծնվածներին եւս վերաբերում է, եւ այստեղ մի խոսքով հունվարը բավականին բարդ է հպարտի համար եւ ասացի ես սա նշեցի հատուկ այն բանի համար, որ այդ թվականին ծնվածների մոտ տրանսֆորմացիայի կետը գտնում է կշեռքի նշանում։ Ես դրա համար անդրադարձա, որտեղ դա բերում է շատ վատ իրադարձություններ։ Եվ հիմա տեսնենք ուշադիր եղեք, թե այդ տարվա ծնվածների մոտ ինչ է լինելու, ինչպես կարելի է դա հասցնել մինիմալի։ Դա այդպես եւ մենք նաեւ ունենք 77 թվի ծնված, մենք ով ունենք, որ գիտենք 78-ին ունենք, ուրեմն մենք ունենք իր կողքի էգնա, չէ, 78 թիվ, հիմա մենք դա կճշտենք, էգը եւս մտնում է այդ ժամանակահատվածի մեջ, որովհետեւ ինչպես որ ասացի, ինքը բնականաբար այդտեղ ունի մոլորակներ եւ կյանքի մահվան հիմա գտնվում են ուրեմն կշեռքի նշանում եւ բնականաբար այդ մոլորակների շքերթը իրենք ուրեմն հատկապես այս շքերթը այդ թվականների համար ասացի ծանր է լինելու եւ բնականաբար իր համար եւս, որովհետեւ իր պլուտոնը 17 աստիճան է, մահվան կետը 21 աստիճան, տրանսֆորմացիայի կետը այնպես որ շատ հետաքրքիր է, որ մտածեք 6-ին մենք ունենք այսպիսի զուգադիպություն Վեներա 17 աստիճան, Արևը 17 աստիճան եւ Մարսը 17 աստիճան, հետո միասին դառնում են հաջորդ օրը 7-ին դառնում են 18 աստիճան, 18, 18 մյուս օրը 19, 19, հետո արդեն 20, 21, 22 դա արդեն փոխվում է։ Այդ միացությունները բնականաբար նրանք ովքեր ձգան նշանում ունեն մոլորակներ, ասացի կարիճի նշանում ունեն մոլորակներ, կույսի նշանում, ցուլի նշանում ունեն մոլորակներ 15 աստիճանից հետո, ուշադիր, 15 աստիճանից մինչև 30 աստիճան, եթե դուք ունեք այդտեղ մոլորակներ, դուք այդ գիտեք մեծ նվերներ կարող եք ստանալ, գումարներ, ֆինանսներ կարող են լինել, լավ իրադարձություններ կարող են լինել, իսկ եթե ունեք եւ նա կլինի եւ վատը եւ լավը, բայց իհարկե հետո արդեն մի խոսքով, հետո արդեն անձնական քարտեզը տալիս, թե ով ինչ մոլորակներ ունի։ Սա ուրեմն հունվար ամսվա համար կարևոր իրադարձություններն էին եւ ես գիտեք
Լավ, ես երևի թե սրանք անդրադառնամ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ դեկտեմբեր ամսին ես որ ասեցի կլինեն անակնկալներ, ես չգիտեմ դուք արդեն ընտելացել եք դրան, դա ձեզ համար արդեն անակնկալ չի, բայց անակնկալներից մեկը մնացածը կարող եք դուք գրել, եթե ուշադիր եք հետաքրքրված եք, թե ինչ անակնկալներ եղան եւ դեռևս կլինեն Հայաստանում դեկտեմբերին։ Ես ուզում եմ ուղղակի մի փոքրիկ ավարտելով ուղղակի խոսել մի թեմայի շուրջ, որ այդպես ինձ շատ-շատեր իմ հետևորդներն ուղարկեցին, դա շտաբ օգնություններ թուրքական դրոշի վրա, թուրքական ուրեմն շտաբ օգնություններ որ մտել էր Հայաստան, ինչ որ չգիտեմ եզդի ազգությամբ բերել էր, թե հայ էր բերել, այդքան բան չարեցի, ես հետաքրքիր չէր ինձ արդեն դա, մի խոսքով ինչ որ Ֆրանսիայից բերել էին եւ ինքը այդպես մեկը նկարել էր եւ դրան անդրադարձավ, ուզում եմ նշել Կարեն Արայանը եւ ինչն էր հետաքրքիր, որ իրեն սպառնացել էին, որ իբր թե հանի այլապես մենք քեզ համար լավ չի լինի եւ այլն, այսինքն գիտեք ես ուրիշ զուգահեռ եմ ուզում տանել այստեղ մեզ աշճանաբար սովորեցնում են, ես ասել եմ շատ օբյեկտներ աշճանաբար ծախելու են թուրքերին, դուք դրա մասին կամ չիմանաք, կամ հետո իմանաք, այսպիսի բաներ լինելու, ես ասել եմ ամիսներ առաջ։ Եվ հիմա տեսեք, ինչու՞մն է բանը, երբ կանգնում է, ինչ որ մեկը կար, չէ, Ախուրյանցի անոյին ասում թե ինչ, չեմ ուզում վերամս կեղտոտեմ, տենց աղբի անունները չտալ, բայց երբ որ ինքը կանգնեց ու ասեց որ հայերին լավ անում, պիտի սպանի հայերին, դա էլա քիչ, հայերի սպանելու մասին, ասում ապրելով Հայաստանում ինքը խոսում է հայերի սպանելու մասին, ուրախանում է հայերի մեռնելու համար, որ հպարտը լավ անում, որ սպանում է, եւ գիտեք ինչն է, ոչ մի տղամարդ չգտնվեց, Հայաստանի հողի մեջ հայերին այդպիսի բան է ասում, որ մի հատ այնց ապտակ էր, հայրական ապտակով, որ ատամները թափել բերանը չկարողանար խոսալ ու հայերին ինչ-որ մի բան ասել։ Բայց Հայաստանում հայը նկատում է թուրքական շտաբօգնության մեքենան, դրա մասին բարձրաձայնում է, զանգում են ու սպառնում են, որ հանգա հանի շուտ արա այդ վիդեոն դրա մասին մի խոսա, դրա մասին թող չիմանան, ովքեր տեսել են ում այդ կինո ուղարկել, ասել ոմանք գիտեն, բայց հանկարծ չտարածվի ու սպառնում են։ Տեսեք ինչ ասացը, որ Հայաստանում, եթե հային անպատվում ես մակը, սպառնաս, սպանել եւ այլն, ոչ մեկ քեզ չի պատժում, ոչ մեկ չի ապտակում, ասես ինչ ես ասում հայի մասին, հայի ջուրն ես խմում, հացն ես ուտում, ապրում ես հայի հողի վրա ու դու հային այդպես բան ես ասում, մեկը չէ, ավելից խփել գլուխը կպներ պատին։ Ոչ մեկ չարես դա, ապշելու է, չէ։ Բայց տեսեք թուրքական ավտոբուսը գնում է, մարդիկ բարձրաձայնում են, ընդեղից ասում են հանկարծ չբարձրաձայնեք, դու ով ես որ դրա մասին խոսում ես, գիտես, քո համար շատ վատ է լինելու, դրա մասին չխոսացի, հայկական հողի վրա դու իրավունք չունես թուրքին բան ասելու, իսկ հային ինչ ուզում ես ասա։ Հայերիսին թքի, ծեծի, սպանի, մորթի, դու չես պատժվի, հատկապես եթե քպական ես։ Իսկ եթե ուրեմն թուրքին ես բան ասում հայի հողի մեջ, արդեն քեզ վտանգ է սպառնում։ Հետո կսպառնանք, ասեն մեկը թուրքին բան չասեք, հələ թե թուրքերը չեն եկել ապրելու, արդեն սպառնում են։ Բա որ թուրքերը գանց թե ապրեն ինչ կլինի։ Ասեն մեկը թուրքին բան եք ասեն, լիկվիդացնելու ենք ձեզ ու կսպանեն ու չեն պատժվի։ Սրան էի ուզում անդրադառնալ։ Այսպես բաներ կա։ Այսքանը իմ սիրելի հետևորդներ, լավ եղեք, ես արդեն հավանաբար վաղվանից կներկայացնեմ կենտրոնակեպի նշանների համար եւ ինչպես որ խոստացել եմ, տարվա վերջին կհասցնեմ ներկայացնել 26 թվականի համար կանխատեսումը եւ կամփոփենք 25 թվականը, այսքանը ձեզ հետ Աննա Հակոբյանն էր, կհանդիպենք առայժմ